իբրև արծիվ, սավառնում ես լեռու ժայռ, թնդացնում ես երկինք, գետինք, տենչավար, սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար, հսկալերինք քեզ ապաստան, Անդրանիկ, թշնամիներ երբ լսեն քո անունը, օձերի պես պիտ սողան իրենց բույնը, երակներիդ ազնիվ քաջի արյունը չցամաքի մինչ հավիտյան, Անդրանիկ, հայոց կուսանք դափնյապսակ թող հյուսեն, քնքուշ ձեռամբ քո ճակատը պսակեն, գոհարներով անվախ կուրծքդ զարդարեն, կեցցես հավետ դու անսասան, Անդրանիկ, Հայաստանի սոխակները քեզ համար, թող դայլայլեն գիշեր, ցերեկ, անդադար, անհաղթ մնաս, դու քաջ կռվի սիրահար, հայրենիքի տեր ու պաշտպան, Անդրանիկ, Չարարող ցեղի անմահներ, այ խարատվակ ու ազնիվ կորյուններ, ագատ հայրենի լերանց բարձրագույն, գնանք, կոտողենք, դրոշտ եռագույն, վսեմ նվիրման, որմի խրաթև, Հայաստան աշխար, առաջ, առաջ անսասան, առաջ անվեր, դեպի հաղթանակ, հաղթանակ, առաջ Հայաստան դրոշտի տությամբ ու հավաքական հզոր միությամբ, դեպի տեսիլը համայն հայությամբ, հավերժ օրնությամբ, սուրբ երրորդությամբ, վսեմ նվիրման, տորմի խրաթև, Հայաստան աշխար, առաջ, առաջ անսասան, առաջ անվեր, դեպի հաղթանակ, հաղթանակ, առաջ քաջերի օրան մեր անկին, անցակես մեր ուխն ու սերն ու հոգին, Արոս վարության խոյանք առահեղ, շողա ու ճախեղ, բարձրու արծվագեղ, վսեմ նվիրման, որմի խրաթև, Հայաստան աշխար, առաջ, առաջ անսասան, առաջ անվեր, դեպի հաղթանակ, հաղթանակ, Արձանացար, բայց դարն է լուր Անդրանիկ, որպես պատից կախված մի թուր Անդրանիկ, էլ արծիվդ սարերն ինչպես տուն բերե, և որ չկա հույսի մի դուր Անդրանիկ, բիբլիական բանաստեղծս կուսանվեց, որ պարզ երգե հայոց տղմուտ վիշտը մեծ, որ խորն զգան ինչ է մասիսն իմ անկեղծ, սրբավայր է դարձել արձանդ Անդրանիկ, հայոց վշտի գլխով դարը լուր անցավ, սեգ արձանդ ժայռը պատեց, խոյացավ, ներիր, սակայն որ այսքան շատ ուշացանք, նոր ենք սարթնում, հողն է մի բուր Անդրանիկ, իմ երազը, խարսը, վանը, տիգրիսն է, թրիդ միակ թանգարանը իմ սիսն է, հայոց վերջին հանգրվանը մասիսն է, և բզնունյաց լազուր ծովը Անդրանիկ, Շիրազն ասաց, թե մեծ հյուսիսն ինձ գտար, ողջ Հայաստան նարարատով ետ կդար, միթե պիտի մնան իղձեր սանկատար, Աստված ինքն էլ արձան է լուր Անդրանիկ,
Սիրելի լոռեցիներ, մենք ավանդաբար տարիներ ի վեր միասին ենք նշանավորել Անդրանիկ Զորավարի ծննդյան եւ հիշատակի օրերը։ Մանավանդ 2019 թվականից, երբ Վանաձորը վերջապես ունեցավ Զորավարի արձանը, ինչպես Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բազմաթիվ բնակավայրեր, արդեն կոնկրետ մենք հասցնել ունեցանք փետրվարի 25-ին, օգոստոսի 31-ին ու նաև Զորավարի հետ կապված կարևոր իրադարձությունները նշանավորել արձանի շուրջ։ Իդեպ ասացի արձան, հիշեցի արձանի հետ նախաձեռնության հետ ավելի շուտ կապված մի պատմություն, հետաքրքիր, նշանակալի, որը կարող է համալրել Զորավարի հետ կապված անհամար զրույցների շարքը, այդ անդրանիկապատում զրույցների շարքը։ Նախաձեռնությունը ձեզ քաջ հայտնի է, որ Վանաձորի ինտերկապ բարեգործական ընկերությանն էր, ահա կարծեմ 2017 թե 18 թվականին, երբ ընկերության ղեկավարը իմ բարեկամ Նորայր Զուլոյանը մի զրույցի ընթացքում ասաց, որ իր վաղեմի երազանքն է, նպատակն է Վանաձորում ունենալ Զորավար Անդրանիկի մեծադիր արձանը, մեղքս ինչ թաքցնեմ, մի քիչ թերահավատությամբ ընդունեցի։ Ինչու թերահավատությամբ, ասաց միևնույն է, պիտի սկսեմ այդ գործը։ Եվ որքան էլ զարմանալի է, ամիսներ անց պահանջվող գումարը մեծադիր արձան ունենալու, այն էլ բրոնզաձույլ, հավաքվեց եւ ամեն առիթով մենք հիշում ենք, գիտեք, ես կարծում եմ շատ բարերարներ, գործարարներ, օլիգարխներ կուզենային իրենց անունը կապել Զորավարի հետ եւ միանգամից նրանցից ինչ-որ մեկը կարող էր հոգալ ամբողջ ծախսը, բայց ինտերկապը իր համար սկզբունք էր դարձրել, քանի որ Անդրանիկ Զորավարը մեր բովանդակ պատմության ամենաժողովրդական անհատականությունն է եւ իր առաքինություններից մեկն էլ շարունակ որբեր ու գաղթականներ, այդ բեկորները հավաքել Արևմտյան Հայաստանից բերել Արևելյան Հայաստան, որպեսզի վաղվա Հայաստանը ժողովուրդ ունենա։ Տրամաբանությունը սա էր, թող հանրությունը հանգանակություն անի, ամեն մեկը իր սրտի ուզածով, իր հնարավորությունների չափով եւ արդյունքում եղավ, արձանը եղավ, բոլոր մայրցամաքները ներկայացնող տասնյակ ու տասնյակ հայորդիներ լսելով այդ կոչը կլինեն Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ֆրանսիայից եւ այլ միջին արևելքի երկրներից, ել չեմ ասում Հայաստանից, Արցախից, այդ գումարը ամիսների ընթացքում հավաքեցին։ Նույն ինտերկապի, Վանաձորի ինտերկապի նախաձեռնությամբ մի հանդուգն ծրագիր մշակեցինք եւ որքան էլ անհավատալի է իրականացրեցինք։ 3 հոգով նույն Նորայր Զուլոյանը, ձեզ ու ինձ քաջ հայտնի ասմունքող Ջիվան Սարգսյանը եւ ես մշակեցինք մի քանի թեմա եւ ամռանը ճամփա ընկանք դեպի Վրաստանի ու Հյուսիսային Կովկասի հայկական համայնքներ։ Թեմաներից առաջինը հենց 1918 թվականի Զորավար Անդրանիկի արշավանքն էր դեպի Նախիջևան, Սյունիք ու Արցախ։ Միտքը որն էր մեր, որ պետք չէ մինչև վերջ հուսահատվել, պետք չէ կորցնել հայի դեմքն ու դիմագիծը, մարտնչող կերպարանքը, եղել են նմանատիպ զարուրելի շրջան։ Այո, եղել է հարկադրված հայրենատվություն։ Ստորագրողները շատ են եղել ղեկավարի պիտակներով, բայց դրանց կողքին եղել է նաև Զորավար Անդրանիկ, որ չի ընդունել որևէ դավաճանական ստորագրություն, չի ընդունել միջազգային պայմանագիրը, եւ որքան էլ նրա քայլերը համարվել է արկածախնդրություն, որ կարող է կործանարար ազդեցություն ունենալ այդ փոքրիկ նորաստեղծ Հայաստանի համար, այնուամենայնիվ արդյունքը մենք տեսանք, Սյունիքը անառիկ մնաց, իսկ Արցախում զանգվածային ջարդեր չհանդգնեց իրականացնել թաթարն ու թուրքը,
Անդրանիկի ահից, որովհետև Անդրանիկը Սյունիքում էր եւ ամեն վարքյան նորից կարող էր անցնել Արցախ։ Ահա այս թեման էինք մենք շրջում համայնքից համայնք եւ տեսնում էինք մեր աչքի առաջ այդ հուսահատված մեր համայնքները, չարացած համայնքները, որ ինչ եղան մեր հանգանակած անսպար գումարները, ինչու հասան մեր բանակին, թե չհասան, եթե հասան, բա ինչու պարտվեցինք, այս հարցերն էր շարունակ համայնքից համայնք։ Եվ լսելով այս պատմությունները առաջին անգամ, հիանում էին, զարմանում էին, ոգևորվում էին, դա մեզ թևավորեց, որպեսզի այդ նույն ծրագիրը մենք հասցնենք արդեն նույն թվականի, 22 թվականի աշնանը Արևմտյան Եվրոպայի մի քանի երկրների մեր հայկական համայնքները եւ նույն արդյունքը ունեցանք այնտեղ Իտալիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Բելգիայի համայնքներում տասնյակ ու տասնյակ հայկական համայնքներում այս պատմությունները լսում էին, ոգևորվում էին մեր հայրենակիցները եւ երբ որ մանրամասնորեն նաև գիտակ հայրենակիցներ մենք ունենք քիչ թե շատ տեղյակ այդ հարցու փորձի վերջում հարցու պատասխանի միջոցով շատ նրբերանգներ էին բացահայտում իրենց համար գալիս հանգում էինք այն նույն մտքին ծեծված չարչրկված որ պատմությունը կրկնվում է եւ մի ուշագրավ դեպք էլ շատ կարևոր խորհրդանշական Թիֆլիսում եղած օրերին Վրաստանի արտաքին գործոս նախարարը Գեգեչկորին ցանկություն ունեցավ հանդիպել Զորավարի հետ։ Եվ այդ զրույցին ներկա էր նաև երանելի Հովհաննես Թումանյանը որպես թարգմանիչ։ Սա Զորավարի գրագիրներից մեկի Երվանդ Փափազյանի օրագրում է պահպանվել այս կարևոր տեղեկությունը։ Ահա պատկերացրեք զրույցը հիմնականում 18 թվականի վերջի այդ զմռան եղբայրասպան պատերազմի հայ-վրացական պատերազմի շուրջ էր, որի վերքերը դեռ շատ թարմ էին, կրկնում եմ 19 թվականի մայիսն է այդ զրույցը։ Եվ Գեգեչկորին հարցնում է Զորավար, քանի այստեղ ես ուզում եմ քննություն կատարես, ինչու էսպես պատահեց, ինչու այս բարեկամ ժողովուրդները քիչ թշնամի ունեին, որ պատերազմի դուրս եկան իրար դեմ Որոշ մանրամասներ մենք գիտենք, չէ առավել եւս լոռեցիները, օգտվելով առիթից մի կողմից թուրքն է, մյուս կողմը թաթարն է եւ Վրաստանն էլ որոշեց, որ Ջավախքից բացի նաեւ լոռին պիտի իրենով անի, ինչեւէ, ինչ պատասխանեց Անդրանիկը, ասաց ես չեմ եկել այստեղ քննություն անելու։ Ես մի բան կասեմ ձեզ Մեր ժողովուրդներին, հայ եւ վրաց ժողովուրդներին մի գիշեր է բաժանում։ Եթե գիշերը մեր դիակը վերցնեն, առավոտն էլ ձեր դիակն են վերցնելու։ Ընդհանրապես Անդրանիկը սիրում էր իր խոսքը առակներով համեմել։ Մեր Թումանյանի վկայությունն էլ կա, չէ, որ լավ պատմող էր Անդրանիկը։ Խոսքի մեջ խորհուրդը շատ էր, դրա համար այդ կարճատև ընթացքում, երբ որ առիթ էր լինում Թիֆլիսում հանդիպելու, խնդրում էր Թումանյանը, որ շարունակ Զորավարը պատմություններ պատմի։ Ահա թե ինչ ասաց Զորավարը հրաժեշտից առաջ Գեգեչկորիին, ասաց մեր տարբերությունը մեկ գիշեր է, եթե գիշերը մեր դիակը վերցուցին, առավոտն էլ ձերը կվերցնեն։ Հիմա իսեր քո ժողովրդի փոքրիկներու Ինչ է արել իմ ցեղի որբերը, որն է իմ որբերի մեղքը, որ Պողոս Նուբարի ուղարկած հացահատիկը բռնագրավել եք Բաթումում, թույլ չեք տալիս, որ հասնի իմ սովահար ժողովրդին։ Ահա տարածքաշրջանից հեռանալուց առաջ այս բարեգործությունն էլ արեց։ Այդ զրույցի արդյունքում վրացիները թույլ տվեցին, որ այդ վագոնները հացահատիկով բեռնված հասնեն Հայաստան։ Այնպես որ Երանի մեզ, որ ունենք Զորավար Անդրանիկ, ունենք այն ահռելի անչափելի ազգաշահ վաստակը, որ թողեց մեզ, շնորհավորում եմ բոլորիս հոբելյանական 160-ամյակի առիթով։
Սիրելի ունկնդիրներ, այժմ քանդակագործ Գեղամ Բեկջանյանի հետ կզրուցենք Անդրանիկ Զորավարի քանդակի մասին, եւ հենց առաջին հարցս ում գաղափարն էր այս քանդակը եւ ինչպես է այն կյանքի կոչվել։ Քանդակը ինտերկապ բարեգործական կազմակերպության գաղափարն էր։ Այսինքն Վանաձոր քաղաքում քանի որ չկար Անդրանիկի արձան, ինտերկապը որոշեց, որ դրվի քանդակը եւ դա իրանց վաղեմի երազանքներից մեկն էր։ Այդպես միտք առաջացավ եւ ինտերկապը իր ազնագազմով անցավ բուն նպատակին եւ անցավ գործին եւ հայտարարվեց մրցույթ, այնտեղ ընտրվեցի ես իմ ստեղծած տարբերակը եւ այդպես սկիզբ դրվեց քանդակի ստեղծմանը։ Շատ լավ։ Ինձ հետաքրքիր է նաեւ թե այս քանդակի խորհուրդը որն է ասելիքը այս քանդակի։ Քանդակի խորհուրդը Անդրանիկի խոսքերի մեջ կար, որ իմ գործը կիսատ մնաց։ Այսինքն ինքը քանդակի խորհուրդը եւ կոչը, որ Զորավարի գաղափարը, Զորավարի երազանքը, Զորավարի գործը մենք շարունակենք։ Կիսատ բացած թուրը Անդրանիկի նշանակում է, որ իր գործը դեռ կիսատ է մնացել։ Այսինքն ունենք դեռ գործ։ Այդ թուրը պետք է պատյանից հանվի եւ հասնի իր նպատակին։ Մենք ունենք դեռ շատ կիսատ գործեր եւ շատ հողեր, որը մնաց Եվ շատ անելիքներ։ Այո, եւ այս ամենը ամփոփված է պաստորեն հենց այս քանդակի մեջ։ Այո, Մեծնզորավարի բաղձանքը, Մեծնզորավարի գաղափարը դրված է այդ քանդակի մեջ եւ կոչը, որը որ տրված է հապագա սերունդներին, մեր սերունդին եւ հապագա սերունդներին։ Իսկ ինչ նյութից է քանդակված արձանը եւ մյուս Զորավար Անդրանիկի արձաններից ինչով է տարբերվում։ Զորավարի արձանը բրոնզաձույլ է, բաղկացած է երկու մասից։ Ներքևի մասը ժայռերի իմիտացիա է, քարից է, իսկ վերևը հենց բուն քանդակը բաղկացած է բրոնզաձույլ է։ Մետաղից է, բրոնզաձույլ է։ Իսկ հետաքրքիր է ինչքան ժամանակ պահանջվեց այն քանդակելու համար։ Քանդակը մոտավորապես տևեց 6-ից 8 ամիս։ Որտեվ ես գիտեմ, որ դա բավականին երկար գործընթաց է մեկ քանդակ ստանալը։ Այո, ինքը բավականին մեծ չափեր ունի, պատվանդանը մոտավորապես 7 մետր է։ 6-ից 8 ամիս տևած։ Փորձեցինք ինչքան դա արագ արվի եւ դեղադրվի իր վայրում, իր տեղում։ Այդ շատ լավ ասացիք։ Հիմա արդեն հաջորդ հարցս, հաջորդ եւ վերջին հարցս, որտեղ է այն տեղադրված եւ երբ է այն տեղադրվել։ Վանաձորում է տեղադրված։ Վանաձորի ունենք արհեստական լճեր, այդպես հասկացողություն կա քաղաքում, քաղաքի ժողովուրդը լավ գիտեն դա որտեղ է։ Արհեստական լճերի մոտ, Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում, այսինքն փողոցը սկսվում է այդտեղից։ Մինչև քանդակի տեղադրվելը ինտերկապը եւ իր նախագահան պարոն Զուլոյանը այդտեղ հուշաքար կար փոքր տեղադրված, որը որ Զորավար Անդրանիկի հուշաքարն էր։ Այդտեղ բազմիցս եղել են եւ պսակներ, ծաղիկներ են դրել եւ որոշել են, որ այդտեղ հարևանությամբ այդ հուշաքարի կառուցվի Զորավար Անդրանիկի քանդակը։ Եվ այդ նախաձեռնությունը համասփյուր գրեթե ամբողջ աշխարհից եղավ հանգանակություն, որը որ նպատակին հասցնելով գումար հավաքվեց եւ նպատակին հասավ եւ քանդակվեց, ծուլվեց, տեղադրվեց Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում։
Շատ լավ, շատ հետաքրքիր էր։ Ես շնորհակալ եմ այս հարցադրության համար եւ հուսամ, որ մեր հայրենակիցները այստեղ Ֆրանսիայում լսեցին եւ անպայման Հայաստան այցելելիս, զբոսնելիս, երբ որ կգան Վանաձոր, անպայման նաեւ կգան կտեսնեն ձեր ձերքի աշխատանք այս գեղեցիկ քանդակը։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ եմ շնորհակալ։ Ցտեսություն։ Ուգարած թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Վահան Ավագ Քահանա Ազարյանին խնդրեմ։ Նա կարծես թե եղել է եւ հայքի ժամանակ, նա եղել է եւ Սարդարապատում, նա եղել է այսօր եւ դա միշտ մնալու է։ Անսակարկելի բարձրություն է, մնայուն բարձրություն եւ նրա անվան հետ ենք դեռ մենք կապում գալիքի օրերը, նրա զորավարական մարտավարության, անսահման հայրենասիրության, գծագրված եւ հստակեցված ապակայով եւ միակ բարձր տեսլականով, որի ժողովրդի ազատությունն է, իր ժողովրդի ապահովությունը, ոչ ուրիշ ժողովուրդների հաշվին, այլ ուրիշ ժողովուրդներին մեր բացքի ուժը ցույց տալու զորության միջոցով, որպեսզի կարողանանք մեր տեղն ունենալ եւ մշտապես ունենալ։ Անդրանիկը մեզ ապրել սովորեցրեց։ Զորավարը մեզ այս կյանքում ապրելու տեղ տվեց եւ զորավարը մեզ մեր թշնամիների առջև ուժի, զորության, ապրումի, կորովի խորհրդանիշ դարձրեց։ Ողջ աշխարհի խիղճն է այս ժողովուրդը, որի մեջ արկայծում է զորավար Անդրանիկի բարձր անունը, մեծ անունը, անջնջելի մեծակույն գործերը։ Այսօրվա մեր լինելությունը մեր ժողովրդի տարբեր կողմերից բսկտված ու արունակամ եղած, բայց եւ հաստատված եւ իրեն իղձերն ունեցող ժողովրդի ամբողջականացումը այս փոքրիկ հողի վրա պարտական ենք լիարժեքորեն Անդրանիկին եւ իր զինակիցներին։ Ուզում եմ, որ միասին մեր աղոթքը պարտացնենք մեր հայրենիքի շենության համար, որ Աստված հանսասան պահի մեր զինվորին ուժու կարողությամբ եւ Անդրանիկի ոգով։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես սուրբ եղիցի անուն քո, եկես ցերկայություն քո, եղիցին կամ քո, որպես հերկինս եւ երկրի, ըսած մեր անապազորդ տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողում մերոց պարտապանած եւ մի տանիրս մեզ փորձություն այլ փրկած մեզ իչարը դիքարկայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն պահպանիչ եւ հույս սավադացելով Քրիստոս Աստված մեր պահյա պահպանյա եւ օրհնյա ցածկս հայոց եկեղեցի Հայաստանից ըս հանրապետություն հայոց աշխարհից եւ ժողովուրդն հայոց ընդհանրավ սուրբ եւ պատվական խաչի վտքովի խաղաղության Փրկի ազատյա հերևելի եւ աներևույթ թշնամյաց, արժանավորյա գոհությամբ փառավորել քեզ, ընտոր եւ սրբոքույտ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից, ամեն, գեցե այ ժողովուրդը։ Շնորհակալություն։ Սիրելի վանաձորցիներ, լոռեցիներ, հարգելի հյուրեր, խոսքը տրվում է Ոմա Վանաձոր պատասխանատու Լիպարիտ Դալաքյանին։ Հայրենակիցներ, այսօր մենք տոնում ենք մեր զորավարի 160-ամյակը եւ ես չէ, մեկ չէ, որ պետք է գնահատենք նրա ռազմական արվեստը, որովհետեւ մեր զորավարի ռազմական արվեստը գնահատել են աշխարհի մեծաթիվ հզոր ռազմական գործիչներ։ Ես ուզում եմ մենք այսօր մի փոքր հիշենք Անդրանիկ Օզանյան մարդու կերպարը վերադառնանք այնտեղ, ինչ է նա մեզ ուսանում։ Մենք նայում ենք մարդ, որը ունի երազանք, եւ նա իր բոլոր կյանքում, իր ամբողջ կյանքի ընթացքում, անկախ այնտեղից որտեղ է եղել, ռուսական բանակում, բուլղարական բանակում, թե որտեղ, ուղղորդվել է մի ցանկությամբ հայ ժողովրդի բարեկեցությունը, հայ ժողովրդի ազատ ապրելու կյանքի իրավունքը վերահաստատելու հարցը։ Եվ սա պետք է մեր բոլորիս համար ուղղություն լինի, որ
յուրաքանչյուր հայ մարդ պետք է իր կյանքի մեջ ունենա մի ուղղություն եւ անշեղորեն գնա այդ ուղղությանը, անկախ նրանից ինքը որտեղ է այդ պահին, որ բանակում է, ինչ գործ է անում, որտեղ է անում, նպատակը պետք է լինի մեկը, դա մեր ազգի շարունակականության ապահովումն է, մեր ազգի բարօրությունը եւ մեր հողում, մեր ազգի ապրելու իրավունքի ամենօրյա վերահաստատումը։ Եվ մեծ զորավարը իր ապրած կյանքով ցույց է տվել, որ մարդը ամեն օր, որ գլուխը դնում է բարձին, պետք է ինքը հետ նայի, ինչ է արել այսօր ինքը իր ազգի բարեկեցությունը եւ հավերժությունը ապահովելու համար։ Սա է լինելու առաջին եւ միակ չափանիշը մարդու որպես մարդ անհատ կայացած լինելու համար։ Ելույթի համար խոսքը տրվում է պատմաբան Ռուբեն Բարսամյանին։ Այսօր մեզ համար կրկնակի տոն է։ Տոն է, որովհետև Ժողովարդ Անդրանիկի մեծ հայի ծննդյան օրն է։ Տոն է նաև այն առումով, որովհետև այսօր հայ հոգևոր դասը եւ մեր ողջ հայ ժողովուրդը նշում է ղևոնդականների տոնը։ Հաճախ ասում են, թե ինչու չմասնակցեց Հավաքիլիսայի կռվին։ Իսկ այդ հաստորներին դուք նաև հաստորեք, իսկ թույլ են տվել, որ մասնակցի։ Երբ Բաթումում ընթանում են բանակցություններ եւ Անդրկովկասյան Սեյմի ղեկավարությունը խիստ կարկադրություն էր արել։ Հեռացնել Անդրանիկին թուրքերի հետ շփումից մի պատճառաբանությամբ, արունահեղությունը սարքում չի թողնում, որ թուրքերի հետ լեզու կնենք։ Եվ ստիպված զորավար Նազարբեկյանը հայկական կորպուսի հրամանատարը նրան ուղարկեց իբր թե երկաթուղին պաշտպանելու դսեղ եւ Ջալալովը մեկնեց դսեղ։ Հետո ետ գլխի ընկավ, թե ինչ է կատարվել։ Այնուամենայնիվ Դիլիջանով վերադարձա եւ եկավ հասավ մինչեւ Մարգարիտ, մինչեւ Համզաչիվան։ Այն գիծը, երբ Հարակիսայի պաշտպանները արդեն նոր գիծ էին կազմել, հետագա ընթացքը Թուրքիայի առաջի կանգնեցնելու համար։ Շատ հետաքրքիր եւ ճիշտ դիպուկ բնութագիր է։ Հայրենիքի տեր ու պաշտպան, եւ նա հայրենիքի տեր էր իսկապես։ Եվ ասում էր, ինչպես Սասնա Դավիթը, իմ հոր ոսկին է, ես պիտի բաժանեմ։ Հայնատիրության այսպիսի զգացումով նա մտավ պայքարի մեջ եւ երբ որ հեռանում էր կյանքից, ընդհանրապես մի ցանկություն ուներ։ Գործս կիսատ մնաց։ Խոսքը տրվում է հայ եկեղեցասիրած տիկնանց պատմամշակութային միության նախագահ Մարինե Ղարագյոզյան։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի լոռեցիներ, իմ շատ սիրելի վանաձորցիներ, այսօր մեզ համար պատմական եւ հանդիսավոր օր է։ Մենք հավաքվել ենք նշելու մեր հայ ազգի պանծալի զավակ, զորավար Անդրանիկ Թորոսի Օզանյանի 160-ամյակը։ Տա Աստված, որ հայ ժողովուրդը այնքան հզորանա, այնքան ուժեղանանք մենք ազգովի, որ մեր ցանկացած թշնամին, մեր սահմաններին նայելիս նույնիսկ ներքին սարսուր ունենա ու դողա, չհամարձակվի այլևս փորձել պատերազմի մեջ մտնել մեզ հետ։ Մենք, ինչպես Պարուշ Սևակն է ասում, կանք պիտի լինենք ու դեռ հարատևենք։ Սիրելի ներկաներ, ահա թե ինչ է ասել Անդրանիկագետ Կարո Վարդանյանը մեծն զորավարի մասին։ Ով մեծագործայր, ով անպարտելի զորավար, ոչ մի տարեդարձից չկարողացա քեզ արժանի երկու տող գրել, որքան շատ մոտեցա առասպելիդ, այնքան ավելի թևս թուլացավ ու այնքան ավելի աչքս մշուշվեց։ Կարծում էի, թե դու զինվորի կարիք չես ունեցել, թե միայնակ ես պատուհասել թշնամուտ բազմահազար հորդաններին, բայց դու լավ գիտեիր զինվորիդ արժեքը, գիտեիր որպես գուրգուրել նրան եւ դողալ նրա արյան ամեն կաթիլի համար։ Երանի նրանց, ովքեր ունեցել են քո զինվորը լինելու պատիվն ու հպարտությունը։ Երանի զինվորներիդ, որ կերտեցին քո փառքը,
որը քո ցեղի փառքն է։ Քո զինվորը երբեք չտեսավ քո արցունքը, բայց լավ գիտեր, որ իր զոհվելու դեպքում առանձնանալու ես մի քարի հետև ու դառնորեն ողբալու ես զինվորիդ կորուստը։ Դու գիտեիր գնահատել նաև օտար զինվորին եւ գիտեիր ազդեցիկ դասել տալ օտար հրամանատարին։ Ինչպես չհիշեմ Կովկասյան ճակատում արյուն թափած հազարավոր ռուս կազակներին, ովքեր զմայլվեցին զինվորիդ հանդեպ քո հայրական հոգացությամբ եւ վերադառնալով իրենց հեռավոր Սիբիրը երկար տարիներ փառաբանում էին Վսեմ անունդ։ Դու երբեք չփորձեցիր բարձրանալ զինվորիցդ, բայց զինվորներդ քեզ վեր բարձրացրեցին։ Անդոկից, Մարաթուկից, Արագածից, Արարատից էլ վեր։ Զորավարներին մեծարող զինվորներ շատ են եղել ու միշտ կլինեն, բայց զինվորին մեծարող զորավարը դու էիր ու միայն դու։ Հիշում ես, մի դժբախտ պապ ունեինք, որի ոտքի տակ հայրենի հողը դողում էր։ Փոքր մհեր էին կոչում նրան։ Ամեն քայլափոխի խրվում էր հողի մեջ, խրվում էր մինչև ծնկները։ Հիշում ես, ինչպես խրվելով, մխրճվելով հասավ հոր գերեզմանին, հասավ ու թախանձեց Դավթին, որ դուրս գա ու իրեն տիրություն անի։ Մեր հողը հոգնել է մեզնից, ուզում է փախչել մեր ոտքի տակից։ Այն պահելու համար վերջը քո դուրն ենք գալու ենք զինվորներիդ պես ու պահանջելու ենք, վեր կաց գերեզմանից Անդրանիկ Փաշա։